Երկրի գլխավոր մանկապիղծները Չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ։ Չէ որ Չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց Չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ։ Սա ընդամենը մի կտոր է իշխանության առաջին տիկնոջ խոսքից։ Այո, տիկնոջ, որի ամուսինը կոչված է ժողովրդին միավորելու, ներողամտության, հանդուրժողականության, հաշտության եւ սիրո ուղերձով առաջնորդելու։ Բայց արի ու տես, երբ պալատական ֆեյսբուքային գրիչը բռնում է Աննա Հակոբյանը, հանկարծ պարզվում է, երկիրը կառավարում են զայրույթը, վիրավորանքը, սպառնալիքը։ Դուք ձեզ կողքից տեսնում եք։ Դուք ձեզ կողքից լսում եք։ Մենք էլ ենք համախմբվում։ Կրթվելը նորաձև է, շարժումը հենց ձեր դեմ է։ Ու երբ տիկին Աննան խոսում է համախմբումից, նա չի նկատում, հենց իր խոսքն է պառակտում ստեղծում։ Ձեր դեմ ենք համախմբվում արտահայտությունը ոչ թե արժեքային պայքարի կոչ է, այլ հասարակությանը բաժանելու հերթական փորձ։ Քանի որ յուրաքանչյուրը ով համաձայն չէ իրենց հետ, ըստ տիկին Աննայի կամ տգետ է, կամ անդաստիարակ, կամ պարզապես ոչնչություն, հետո իհարկե վերադառնում ենք նրա սիրելի բառապաշարին։ Ոչիլ։ Արդեն 5 տարի է 44 օրյա պատերազմի եւ մեր մասին նման կերպ արտահայտվողներին ես մեկ բառով եմ պատասխանում՝ ոչիլ։ Սա արդեն ավելին է, քան հույս։ Սա լեզվաբանական գրեհիկ բռնկում է պետական վերին հարթությունից։ Երբ խելամիտ քննադատությունը պատասխան է ստանում, ոչիլ եւ դասական տխմար, պարզ է դառնում, ոչ միայն ճակատագրական հարցերի պատասխաններ չունեն, այլ նույնիսկ լեզվի գզվրտոցի մեջ են պարտվում։ Բայց այստեղ է ամբողջ ողբերգությունը։ Այս ամենը լոկ տիկնոջ վիրավորանք չէ, սա պետական մտածողության մակարդակի անկում է։ Որովհետև երբ երկրի առաջին տիկինը անցում է բարոյականության, պատասխանատվության եւ խոհեմության սահմանները, դա արդեն խայտառակություն է։ Եվ երբ հարցնում ենք, ինչու է երկիրը սասանվում, հասարակությունը բաժանվում, հիշեք այս բառերը՝ ոչնչություն, ոչիլ, Չուլան, որոնք հանրությունը իրավասու է ուղղել ձեր հասցեին։ Ահա այն բարոյական եւ քաղաքական պաշարը, որով իշխում են այս մարդիկ։ Եվ հենց այս պատճառով է, որ Հայաստանը այս աշխարհաքաղաքական փոթորիկը պետք է դիմավորի ոչ թե Աննայի եւ նրա ամուսնու հիստերիկ զեղումներով, այլ նոր քաղաքական մշակույթով, որը չի վիրավորում ժողովրդին, չի նվաստացնում քննադատին։ Հակառակ դեպքում մեզ սպասվում է ոչ թե պետականություն, այլ դրա փլատակները, քանի որ նրանք քաղաքական բանավեճը իջեցրել են բակային լեզվակռվի մակարդակին, իսկ նրա ամուսինը ասում է եկեղեցին Չուլան է։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես տես այդտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնն ա վերը դրել։ Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ Չուլաններից խոսակցություն է բացվում։ Ինչ հոգևոր մաֆիա։ Երբ երկրի վարչապետի կինը սրբազան վայրերը անվանում է մանկապղծության բուն, նա ակամայից հարվածում է ամբողջ ազգի հավատին, հոգևոր դաշնին եւ ընդհանրապես բարոյականության հիմքերին։ Սա գրում է երկրի վարչապետի կինը, վիրավորելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր դասին։ Ըստ էության սա անհիմն մեղադրանք է, սրբարտանք, եթե նման դեպք կա, բերեք ցույց տվեք, չեք կարող, որովհետև չկա եւ չի եղել։ Այս սրբապիղծ բառապաշարն արդեն ոչ թե մտահոգություն է արտահայտում, այլ համակարգված ատելության քարոզ, ուղղված այն հաստատության դեմ, որը դարերով եղել է հայ ժողովրդի ինքնության ողնաշարը։ Եվ երբ նույն անձը հրապարակավ հարց է բարձրացնում, Շվեյցարիայում ինչ եք անում, ում եք ուղարկում, նա մոռանում է, որ տարիներ շարունակ հենց իր իշխանության հրահանգով տարբեր պաշտոնյաներ մեկնել են եվրոպական հանգստավայրեր, ճոխ խնջույքներով, թանկարժեք ուղևորություններով, այն ժամանակ, երբ ազգը պատերազմ էր տանում ու թաղում իր զավակներին։ Ովքեր եք դուք։ Հոգևոր ոլորտի դեմ այս բառապաշարով մղվող պատերազմը միայն մի բան է ապացուցում, այս իշխանությունը խորը ատելություն ունի ոչ միայն եկեղեցու, այլ ընդհանրապես հայկական ինքնության նկատմամբ։ Եվ դա է պատճառը, որ Հայաստանը չի կարող այս աշխարհաքաղաքական փոթորիկը դիմավորել պարտված, անհավատ, ատելությամբ լցված վարչակարգով։ Այս իշխանությունը, իդեմս իր ղեկավարի ու նրա կնոջ, պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը ուղղի իր մեջքը։ Կրթվելը նորաձև է, շարժման ամենակարևոր նպատակներից մեկը մեր միջավայրը փոխելն է, գլխիվայր փոխելը։ Ձեր օգտագործած այս գլխիվայր փոխել արտահայտությունը, տիկին Հակոբյան, իրականում շատ ճշգրիտ է, որովհետև ձեր շրջապատը հենց այդպես էլ փոխեց միջավայրը։ Բայց ոչ դեպի լավը։ Դուք բառացիորեն գլխիվայր շրջեցիք արժեհամակարգը, ազգային դարձնելով սոսկալի, բարոյականը անբարո, իսկ գիրքը պիտակավորվող։ Չխեղճանաս մի երկու չինքնահաստատված թափփուկի հայհոյանքի պատճառով։ Ով տվեց ձեզ իրավունքը հանրային քննարկման դաշտում մարդկանց նման ձևով պիտակավորելու։ Երբ դուք հայտարարում եք, թե ով ինչքան է ինքնահաստատված, ձեզ չեք բռնացնում ամբարտավանության մեջ։ Դուք կարող եք գիտությունների դոկտոր լինել, մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված մնալ։
Հետո ասում են, վարչապետի տիկինը մեզ վիրավորում է։ Այսինքն դուք չունեք ոչ ակադեմիական աստիճան, ոչ էլ որևէ հանրային ճանաչված մասնագիտական նվաճում։ Ձեզ թույլ եք տալիս վեհորեն խոսել գիտությունների դոկտորների մասին, այն էլ նվաստացուցիչ տոնով։ Ու դա անում եք կրթության անունից։ Իսկ ինչ էիք ակնկալում։ Որ մարդիկ հիացված լինեն վիրավորանքներից։ Տիկին Հակոբյան, կիրթ լինելը նորաձևություն չէ։ Դա արժեհամակարգ է։ Իսկ այն, ինչ դուք հրամցնում եք որպես կրթական հեղափոխություն, իրականում անձնական դիսկուրսի համար հարթակ է, սեփական ատելությունը փաթեթավորելու կեղծ ինտելեկտուալությամբ։ Այսօր հայ ժողովուրդը առավել քան երբևէ կրթվածության, ազնվության ու լրջության կարիք ունի։ Բայց այդ արժեքները չեն կարող վերածվել ցուցադրական շարժման, երբ դրոշակակիրը թույլ է տալիս իրեն հրապարակավ նվաստացնել մարդկանց միայն այն բանի համար, որ վերջիններս ունեն համարձակություն իրենց տեսակետը հայտնել։ Դուք ասում եք, տեսնենք, ի վերջո ով իշխող կդառնա։ Բայց մի մոռացեք, իշխանությունը ժողովուրդն է տալիս։ Եվ դուք վստահ եղեք, երբ ժողովուրդը իշխանությունը վերադարձնի իրեն, ոչ միայն դուք, այլև շարժումը եւ ձեր կեցվածքը կհայտնվեն ոչ նախանձելի իրավիճակում։ Երբ կեղծիքը հնչում է բարձրախոսով, լռելը դառնում է հանցանք։ Եթե կարծում եք, որ այսպիսի վարքագիծը չի կարող կամ չպետք է լինի մեր պետական պատկերացումների մեջ, եթե վստահ եք, որ արժանապատվությունը ոչ թե բեմական պաթոս է, այլ մարդու սահմանը, ապա խնդրում եմ, հավանեք, տարածեք եւ միացեք մեր ալիքին։